Ռուբեն Ռուբինյանի ազգային ժողովի նախագահ ընտրվելուն զուգահեռ թափուր է մնում հայ-թուրքական կարգավորման հարցերով հատուկ բանագնացի պաշտոնը։ Երևանը մինչ այս պահը չի տեղեկացրել, թե ով է բանակցելու Անկարայի կողմից նշանակված հատուկ բանագնաց Սերդար Քլչի հետ։ Մինչ այդ նորընտիր խորհրդարանում ընդդիմությունը կասկածի տակ է դնում, որքանով էին արդյունավետ ավելի քան 4 տարի շարունակված այս բանակցություններն ընդհանրապես։ Ձեր Քլչի հետ այդ համատեղ հանձնաժողովի կարևորագույն հարցը Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունները հաստատելու մնացել է սառույցի վրա գրված, որովհետեւ Թուրքիան շարունակում է խոսել նախապայմաններով։ Ժամանակն է, որպեսզի Թուրքիայի կողմից լինի առավել ակտիվ առաջընթաց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, դա վաղուց հասունացված է եւ չգիտեմ պատճառը, չեմ կարող մատնանշել պատճառ, թե ինչու պիտի Հայաստան-Թուրքիան հենց վաղը չունենան դիվանագիտական հարաբերություններ եւ թե ինչու հենց վաղը չպիտի Հայաստան-Թուրքիա սահմանը բաց լինի։ Թուրք փորձագետները չեն թաքցնում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանները բացելու գլխավոր խոչընդոտը շարունակում է մնալ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։ Թեև Անկարան բանակցությունները սկսելիս խոստացել էր նախապայմաններ չեն լինելու, պաշտոնապես է հայտարարվում, մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը չստորագրվի, Թուրքիան սահմանները չի բացի։ Մենք պետք է խրախուսենք այս գործընթացը այն ավարտելու եւ ստորագրելու համար։ Սա շատ կարևոր է եւ դա մեծ շրջադարձ կլինի։ Որքան շուտ Ադրբեջանը որոշի ստորագրել, այնքան ավելի լավ կլինի ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների, այլև Թուրքիայի եւ Վրաստանի համար, ասում է Մեհմեդ Ֆաթիհ Չեյլանը։ Նա հայ-թուրքական ձախողված դիվանագիտության մեկ փորձի անձամբ է ականատես եղել, մասնակցել է նախորդ ֆուտբոլային դիվանագիտությանը, որն այդպես էլ արդյունք չտվեց։ Այն կմեծացնի տարածաշրջանային համագործակցության հեռանկարը։ Սա այն է, ինչի կարիքն ունեն այս երկրների ժողովուրդները։ Հենց նրա պաշտոնավարման օրոք Ցյուրիխյան արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում այդպես էլ չվավերացվեցին։ Թուրքիան հետ քայլ արեց գործընթացը կապելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ Այսօր, երբ Ղարաբաղյան խնդիրն այլևս չկա, Ադրբեջանը պահանջում է Հայաստանից սահմանադրությունը փոխելու, հեռացնել հղումն անկախության հռչակագրին։ Շուրջ 40 տարի Թուրքիայի արտգործնախարարությունում աշխատած պաշտոնաթող դիվանագետը, որն այժմ Անկարայի քաղաքականության կենտրոնն է ղեկավարում, առաջարկում է այդ հարցը թողնել ապագային։ Ստորագրումից հետո երկու կողմերը իրավական պարտավորություններ կունենան։ Բացի այդ, երկու երկրները կարող են հուշագիր ստորագրել, որ հռչակագրի հարցը կլուծվի, սակայն ոչ հիմա, խորհրդարանական ընտրությունների արդյունքները հաշվի առնելով։ Հետաքրքրվեցինք, իսկ ինչու Թուրքիան ավելի մեծ ճնշում չի գործադրում Ադրբեջանի իշխանությունների վրա խաղաղության պայմանագիրը ստորագրելու եւ այդպիսով նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար։ Թուրք փորձագետի գնահատմամբ Անկարան չի ուզում խնդիրներ ստեղծել Բաքվի հետ հարաբերություններում, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի տնտեսական ներկայությունը Թուրքիայում։ Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայի վրա մեծ է, նրանք տարբեր գործիքներ կարող են կիրառել, որոնք կարող են, այսպես ասած, թունավորել երկկողմ հարաբերությունները։ Այդ պատճառով էլ Անկարան զգուշ է գործում։ Պաշտոնաթող դիվանագետի խոսքով Անկարան այդուհանդերձ որոշ ազդակներ ուղարկում է Բաքու։ Այս շարքում են դիտարկում Գյումրի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի վերականգնման աշխատանքները։ Deputy President went to Yerevan for this European Political EPU summit, right? Թուրքիայի փոխնախագահի այցը Երևան, Անիի կամուրջը վերականգնելու պայմանավորվածությունը, ենթակառուցվածքները վերականգնելու շուրջ աշխատանքը, այս ամենը կարելի է դիտարկել որպես անուղղակի ճնշում Բաքվի վրա, թե տեսեք, մեզ անհրաժեշտ է հասնել վերջնական համաձայնության։ Saying that look, I mean, we need the finalization of this agreement. Թե վերջնական համաձայնություն դեռ չկա, բայց Անկարայում չեն թաքցնում։ Կցանկանային սահմանի բացման դեպքում Արաքսիափին հայերի տեսնել, ոչ ռուսների։ Ընդ որում այս մասին խոսելիս փորձառու թուրք դիվանագետը մատնանշում էր ոչ միայն սահմանը, այլև երկաթուղին, որը 2008-ից կոնցենսիոն կառավարման է հանձնված ռուսական կողմին։ I mean, we would like to see our Armenian counterparts on the other side of the border. Սահմանի մյուս կողմում կցանկանանք հայ գործընկերներին տեսնել, այլ ոչ ռուսներին։ Կարծում եմ ժամանակն է Հայաստանն իր սահմանները կառավարի։ Հայաստանը հայերին է պատկանում, չէ՞։
Այսինքն նրանք պետք է կառավարեն։ to take over the Վերջին ամիսներին Հայաստանի վարչապետն այս մասին մի քանի անգամ է հայտարարել, նաև առաջարկել Մոսկվային հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը փոխանցել Հայաստանի ու Ռուսաստանի համար ընդունելի որևէ երրորդ երկրի։ Մոսկվայի մերժումից հետո անցած շաբաթ վարչապետ Փաշինյանն ավելի կտրուկ արտահայտվեց, պնդելով, թե այլընտրանք չկա։ Մենք ուզում ենք բարեկամական ձևով այդ խնդիրը լուծենք։ Բարեկամական ձևով։ Բայց նաև մենք այդ խնդիրը բոլոր դեպքերում պիտի լուծենք բարեկամական ձևով, բայց նաև էլի դե յուրե կարող է հարց ծագի, որ մենք դե յուրե որոշումներ կայացնենք։ Եթե անհամաձայնություն կա, հետո կգնանք արբիտրաժում բան կանենք, կքննարկենք։ Թուրք փորձագետի կարծիքով տարածաշրջանային խնդիրների վերջնական կարգավորման համար պետք է ավելի արագ գործել, քանի Մոսկվայի դիրքերն ավելի թույլ են տարածաշրջանում Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով։ Մյուս կողմից պաշտոնաթող դիվանագետն ինքն էր ընդունում, այս պահին, երբ սեղանին են մոտ 1 տարի առաջ նախաստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն ու Թրամփի ուղու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, առաջ շարժվելու ուղղությամբ հիմնական քայլը կախված է Ադրբեջանից։